Ողջույն շատ սիրելի մարզասեր բարեկամներ, այսօր մարտի 29-ն է, Լոռու մարզ կենտրոն Վանաձոր, այս պահին կիրովական հյուրանոցային համալիրի հյուրընկալ հարկի տակ ենք. Я приветствую наших гостей, наших любимых гостей, которые приехали из Грузии на 11-й международный турнир, который уже 11-й раз мой друг, мой брат, учредитель компании «Патриот». Вам слово, Горджан, пожалуйста. Ես ողջունում եմ բոլորին, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր Վրաստանը ներկայացնող Գեորգիին իմ ընկերոջը, որ մի քանի անգամ արդեն ուժեղագույն մարզիկներ է բերում Հայաստան, իրոք ուժեղագույն մարզիկներ, որոնցից մեծամասնությունը հաղթած են գնում իրենց երկիր։ Ամեն անգամ պատրաստվում ենք էլ ավելի ուժեղ մեր մարզիկների հետ։ Այսօր ունենալու ենք թեժ մենամարտեր եւ մեր մարզիկները բավականին պատրաստվել են այս մենամարտի համար։ Մեր համար կարևոր է, որ լինի PFC մրցաշարերը հզոր մենամարտերով։ Կարևորությունը դնում ենք նրան, որ ունենանք լավ պատրաստված մարզիկներ։ Уважаемые гости, Гордо Шоян говорит, нам очень приятно всегда приветствовать наших гостей из Грузии, особенно когда они всегда приезжают с лучшим составом, с прекрасными бойцами, джигитами. И дай бог, чтобы сегодня все наши соревнования были без травм. И спасибо, что вы с нами, Маклоба. Եվ հարգելի գոր, այսօր այս պահին ներկային լավագույն մարզիկներից 6-ը, տղաներ ոնց է տրամադրվածությունը, ես խնդրեմ դուք էլ ներկայացնեք, ինչ տրամադրվածության մեջ են մեր ընկերները։ Այս հավաքույթի նպատակը այն է, որ մեր մարզիկները մենամարտից առաջ իրար հետ մի քիչ շփվեն, փորձեն հասկանան ով ինչ տրամադրվածություն ունեն, սա ընդհանրապես մենամարտ է, ուստեղ ամեն մեկս էլ ունենք մենք մեր մեջ, որ տրամադրվածություն ունենք հակառակորդի հանդեպ, որպեսզի լինենք առաջնայինի։ Ես կուզենամ մեր մարզիկներին յուրաքանչյուրին լսեմ, թե այս ընթացքում ինչ տրամադրվածություն են մասնակցում իրանց պարապմունքներին, որպեսզի այսօր ունենան հաջողություն։ Ես երևի սենց հյուրերից սկսենք։ Георгий, как и у нас, и у грузинов принято первое слово нашим гостям. Какое настроение перед боем? Пожалуйста. Როგორი განწყობა გაქვთ ჩხუბისინო, როგორც ქართველებთან ჩვენთან ისევ რომ პირველი სიტყვის ნომრის არის და განწყობა როგორი გაქვთ? Пускай кто будет разговаривать, представился сначала, имя, фамилия. გითხარი სახელი გვარიო? და გითხარი რა განწყობით ახარ ბრძოლაზე? ოთარ ბჟალავა და კარგი განწყობით ვართ მთელი გუნდი ჩამოსული, მოტივირებულები ვართ და მადლობა მინდა მოუხადო ორგანიზაციის წევრებს რა, სულ ყველას. პირველ რიგში მოგესალმებით ყველას და ძალიან დიდი მადლობა მინდა გადაუხადო თვითონ ორგანიზაციას. მე ვარ ბესიკი ცხადაია. რაც შეეხება განწყობას, რა თქმა უნდა დარწმუნებულები ვარ საკუთარ თავში, მაქსიმალურად მომზადებულები ვარ და 100%-ით ვარ დარწმუნებული და მოვდივართ იმისთვის რომ მოვიგოთ რა. პატივისცემა ასევე ჩვენს მოწინააღმდეგეს და წარმატებები. მოგესალმებით ყველას, მე ვარ უტანარუშვილი. ეს არის რიგით მეორე ბრძოლა PFC-ზე და განწყობა ყველა მებრძოლ ძალიან მაგარი გვაქვს და ვეცდებით ყველანი რომ გავიმარჯვოთ. დიდი პატივისცემა ჩემს მეტოქეს. და მადლობა ორგანიზატორებს. Они говорили, что в хорошем настроении, хорошая подготовка, чтобы все будет без травм. Спасибо за это приветствие, за такую любовь. Они уже второй раз в этом участвуют. И все по удаче. Ничего личного. Это просто спорт. Պարոն Դոշյան, ինչպես միշտ, մեր հայկական կողմն էլ է բավականին լավ մարզիկներ այսօր ներկայացնելու, ես փոխանցեմ, կուզեմ տղաները նույնպես ներկայանան եւ ասեն ինչ մարտական տրամադրվածություն եւ տրամադրությամբ են այսօր ներկա։ Բարև բոլորին, ես Հրաշ Բարսեղյանն եմ, պատրաստվել եմ մենամարտին շատ լավ, երկուսս եմ աղթում եմ անփորձանք մենամարտ, թող հաղթի ուժեղագույնը, ամեն ինչ անելու եմ ժամանակից շուտ ավարտեմ մարտը։ Ողջունում եմ բոլորին, ես Համլետ Զաքարյանն եմ, մենամարտին պատրաստվել եմ լավ, սապերնիկիս լավ ուսումնասիրել եմ,
գիտեմ իր առավելությունները ու թույլ կողմերը։ Անվնաս մենամարտը մաղթում երկուսիս, թող հաղթի մեր երկուսի մեջից ուժեղագույնը։ Մենամարտից 10 րոպե հետո մենք իրար հետ լինելու ենք լավ ընկերներ։ Երկուսիս մաղթում եմ անվնաս մենամարտ, թող հաղթի ուժեղագույնը մեր մեջից։ Բարև ձեզ, ես Աշոտ Օհանյանն եմ, պատրաստվել եմ մենամարտին շատ լավ, ցանկանում եմ երկուսից լավ մենամարտ, թող հաղթի ուժեղագույնը, Աստված առաջ։ Շնորհակալ եմ մեր բոլոր մարզիկներին, ես կուզենամ մի քանի բառով ներկայացնեք մեր վրացի մարզիկները իմանան տղեկը ինչ տրամադրվածություն ունեն իրենց հանդեպ, լրիվ բարի նպատակով եւ մարտական ոգով։ Ребят, я от имени моего друга города Шояна говорю, что наши атлеты, спортсмены, которые представляют Армению, вас любят, уважают как спортсменов и ожидают честный бой. И самое главное, что бой был без травм. ასევე დიდი მადლობა მინდა მოუხადო ჩვენს მწვრთნელს, რომელსაც ძალიან ასე ვთქვათ, დიდი ზეგავლენა აქვს ჩვენს ბრძოლებზე, ჩვენს მომზადებაში, გიორგი ტაპატაძეს და მოვიკითხავთ აქედან და იმედია მალე ჩვენს გვერდით იქნება და ასევე ადგილს, სადაც ჩვენ ვარჯიშობთ, მოვკლავს, მინდა ძალიან დიდი მადლობა გადაუხადო იმ ყველაფრისთვის, რის საშუალებასაც ჩვენ გვაძლევენ ასევე გიორგის ძალიან დიდი მადლობა და ყველა ჩემს გუნდს, ყოველ ჩემი გუნდის გულშემატკივრებს ვუხდი ძალიან დიდ მადლობას რა და მთლიან ჩემს გუნდს. მადლობა ბიჭებო ყველაფრისთვის. Маклоба. Георгий, вот первый раз мой друг Гор предлагает, чтобы здесь был face-to-face.